Երեք ազգային ժողովում գերլարված իրավիճակ էր։ Հայհոյանքներ, սպառնալիքներ, ծեծուջարդ, մեղմ ասած անհարգալից վերաբերմունք։ Հայաստան խմբակցությունը ծառայում է որպես պոլիշոր Լևոն Քոչարյանին եւ Ռոբերտ Քոչարյանի համար, պետք է անդրադառնանք Լևոն Քոչարյանին։ Ոմանք թուրք անվանելը դիտարկում են որպես հայոյանք, ես ճիշտ եմ հասկանում, եւ դրան հայոյանքով են պատասխանում, եւ երբ որ մեզ ասում են թուրք, իրանք նկատի ունեն հայոյանք, որ մեզ ասում են թուրք, դա հայոյանք են ընկալում։ Ես էլ դες պաշտոնապես հայտարարում եմ, շատ պաշտոնապես բոլոր նախկին ասածներին եւ բոլոր վաղը մեզ թուրք որպես հայոյանք ասողներին։ Ուրեմն ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ այլ մարդու ասի թուրք որպես հայոյանք, դրա մերնել, հերնել, լավնել, ընտանիքնել։ Քաղաքացիները արդեն սովորել են ազգային ժողովում տիրող այս խայտառակ իրավիճակին։ Նրանք համոզված են իշխանական թևը հատուկ է հրահրում ու ստեղծում նման իրավիճակ ընտրություններին իր ձայները ապահովելու համար։ Ներկայացնում ենք Արմլուրի հարցումը։ Կինո էր էլի, նայում էինք, զվարճանում էինք։ Եթե ինքը ապոզիցիալն էր ու խոսար, ես կհասկանայի, բայց քանի որ իր կառավարությունն է ու մինչև հիմա Քոչարյանը կամ դե պարզ է երեխային էլ է պարզ, որ այդ գումարները ինքը արդար ձևով չի վաստակել։ Չեմ հետևում ես։ Շատ վատ։ Շատ վատ։ Ես չեմ նայում այդ հաղորդումը։ Ես են գիտեմ, որ ամենալավը Նիկոլն է, Նիկոլ Փաշինյանը։ Ինքը պետք է անպայման ինքը նստի մինչև վերջ։ Ինքը նստել է մինչև հիմա մենք շատ լավ, ապրում ենք շատ լավ։ Իմ համար որ ամենալավ մարդը ինքն է։ Ինքը բարի մարդ է։ Քաղաքականությամբ բացարձակ չեմ զբաղվում։ Ամենայն դեպս այս կրտուկը ազգային ժողովում իմ համար այդքան էլ հաճելի բան չի։ Խուլիգանություն։ Ինչպես պիտի գնահատեմ։ Ամենաաբիդին գիտեք որն է, որ մարդիկ, որոնք իշխանության մեջ չէին, այդ բառերը դաժե մտովի չէին օգտագործում։ Իսկ հիմի ինձ դուխը հələ իրանց ուտում է, փողոցում կբռնեին սատկսնեին տենց բան խոսային։ Խի պատգամավորը հլում ասում է քու երեկու լավ է, հա, այդ ես ինձ թույլ չեմ տալիս կի։ Հիմա սպառնում էին ապրել եմ կոնդուն, մեծացել եմ ընդ, որտեղ որ դա ընդունված էր։ Բայց ընդ բառին ամեն ինչին արժեք ուներ բառերը, ոնց կարա մարդը իրեն թույլ տա sense բան խոսա։ Հիմարություն, անգրագիտություն։ Միմյանց հայհոյում են, սպառնալիքներ են։ Անգրագիտության նշանակը։ Կապ չունի ազգային ժողովա, թե տաքսի շոֆերը։ Դեպուտատներն իրենց պահելու ձև չգիտեն ընդ։ Ինչ վերաները բացում խոսում են։ Հետո ինչ որ ինքը Քոչարյանի տղեն է։ Որտե՞ց իրանց այդ միլիարդները։ Այս ընկել են Նիկոլ Փաշինյանի հետևից որ հանեն, տշեն, իրանք նորից նստեն, չեն նստի, ժողովուրդը իրանց չի ուզում։ Խայտարակ վատ, շատ վատ։ Քիչ են արել։ Պիտի սպանեն դեր։ Սաղ է։ Արժանի մարդ չկա ինձ։ Չկա։ Մեզ ասում է ձևի ազգային ժողովնեցողը այսօր։ Ահա որ ատելություն, զզվանք, չգիտեմ, ամենավատ բառերը իրենց ընտանիքին։ Ոչ մի հայկական ծրագիր չեմ նայում։ Ամոթալի է կարող եմ ասեմ, ուրիշ բան չեմ կարող ասել, որտեղ մանրամաս չեմ հետևել Երևանը։ Դե ամեն ինչ վարչապետից սկսես, դե գիտեք։ Իսկ ինչի համար են դա անում։ Շատերը ասում են նախընտրական քարոզարշավ է իրականացնում։ Նախընտրական քարոզարշավ երևի նաև բանակցությունների հետ է կապված է Ղարաբաղյան հարցի։ Նիկոլ Փաշինյանը ուզում է ցույց տա դրսի մարդկանց, որ ճնշում է։